Վաշինգտոնից Երևան ռազմական տեխնիկա կմատակարարվի։ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը Երևան ժամանելուց հետո հայտարարեց, որ Հայաստանին կվաճառի $11 միլիոն արժողությամբ հետախուզական եւ անօդաչու սարքեր։ Այս քայլը փոխում է հաշվարկներն ու տարածաշրջանային խաղի կանոնները։ Այս պնդման համար առնվազն հիմք է ծառայում Vance-ի հայտարարությունը, որ սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը Երևանին այս ծավալի ռազմական տեխնոլոգիական գործակցություն է առաջարկում։ Ամբողջական գնահատական իրավիճակի հետ կապված կարելի է տալ, երբ որ կավարտվի նրա տարածաշրջան այցը, որովհետև որոշ ժամանակ առաջ նաև խոսում էր Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ծավալման մասին եւ շատ լավ կլինի, որպեսզի գնահատականները հնչեն համեմատության հիմքում, թե Միացյալ Նահանգների ինչ պայմանավորություն է ձեռք բերում Հայաստանի եւ նաեւ Ադրբեջանի հետ։ Նաեւ հասկանալու, թե ընդհանուր բալանսը տարածաշրջանը, որը առանց այդ էլ վերջին 6 տարիներին խախտված է, ինչպես իրադրություն է ստեղծելու ռազմական առումով եւ ըստ այդմ նաեւ ինչ-ազդեցություն ունենալու նաեւ հետագա ռեգիոնալ զարգացումների վրա։ $11 միլիոն, սակայն անօդաչու սարքերի դեպքում մեծ գումար չի համարվում։ Պարզ հաշվարկ, բաց աղբյուրների համադրությամբ մեկ V-BAT տեսակի հետախուզական դրոնի արժեքը գնահատվում է շուրջ 3-ից 4 միլիոն $։ Սա նշանակում է, որ այդ գումարով Հայաստանը կարող է ձեռք բերել 2 կամ առավելագույնը 3 անօդաչու, ներառյալ դրանց սպասարկման համակարգը։ $11 միլիոն դա չեմ կարծում այդ ոլորտում հենց շատ մեծ թիվ է, ամեն դեպքում ամերիկյան փորձը կարող է որոշակի իմաստով մեր տեղական ռազմաարդյունաբերության ոլորտին որոշակի այսպես օգտակար լինել է ամեն ինչը։ Հայաստանին վաճառվող ամերիկյան դրոնները կարող են զգայուն թեմա դառնալ Իրանի համար։ Տեխնոլոգիան պահանջում է ամերիկացի մասնագետների ներկայությունն ու երկարաժամկետ սպասարկում։ Իրանը հնարավոր է այդ ներկայությունը դիտարկի որպես ռազմական գործիք, որը կարող է օգտագործվել իր դեմ, եւ այս գործարքը հնարավոր է տարածաշրջանում ստեղծի ռազմական նոր լարվածություն։ Փորձագետներն այս գործարքը դիտարկում են ոչ միայն որպես ռազմական օգնություն, այլև հստակ քաղաքական ուղերձ Հայաստանի համար։ Միացյալ Նահանգներն այս քայլով հստակեցնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Այս գործարքը իմ կարծիքով առաջնահերթին քաղաքական հիմք ունի եւ դա ոչ ծավալ է Միացյալ Նահանգների նման երկրի համար, ով ռազմական տեխնիկա սպառազինության արտադրության հեգեմոն պետություններից է, ոչ էլ նույնիսկ Հայաստանի դեպքում սա որևէ մեծ տեսակար կշիռ ունեցող գործարք է եւ սա կարծում եմ շատ քաղաքական է։ Հետախուզական V-BAT տեսակի անօդաչուներն իրենց տեխնիկական պարամետրերով արդյունավետ են համարվում։ Դրանք հիմնականում կիրառում է Միացյալ Նահանգների նավատորմը, բայց առայժմ լայնորեն չի գործածվում մարտական փորձառությունների ժամանակ։ Դրոնները կարող են իրականացնել մոտ 100 կիլոմետր դիտարկում, բարձրանալ ավելի քան 5000 մետր, ինչը համարվում է միջին բարձրություն։ Հայաստանի համար կարևոր առանձնահատկություն է այն, որ այս սարքերը թռչում եւ վայրեջք են կատարում ուղղահայաց ինքնաթիռի սկզբունքով, ապա օդում անցնում են հորիզոնական թռիչքի ռեժիմի։ Սա թույլ է տալիս գործարկել դրանք առանց վազքուղու անհրաժեշտության։ Դրոնները կարող են օդում մնալ 8-ից 10 ժամ եւ ծառայել ոչ միայն հետախուզական նպատակով, այլ նաեւ որպես կապի ապահովման միջոց։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։